պետք է իշխանությունը աշխատի այն, որ 1998 թվականին Ռուսաստանը արեց եւ այդ փոսից շատ արագ դուրս եկավ եւ Պուտինի գալը արդեն խթանեց դրան, դա մեկ հրամանագիր է պետք, ուկազով է դա արվում, դա օրենք էլ պետք է ընդունել, որ հանքարդյունաբերություն հանրապետության տարածքից չի կարելի դուրս հանել։ Դու արտահանի միայն մաքուր մետաղ։ Մետաղը ձուլի այստեղ, մնացած մետաղները 4-5, որոնք դեռ հարստություն են, մնում է հանրապետության տարածքում, չի թալանվում, այդպես ասած, այդ մեկ մետաղը դու իրավունք ունես արտահանելու, բայց հատուկ թույլտվության հիման վրա, որը չի արվում Ռուսաստանում, դա այդպես արվում է, դա է կատարում 4-րդ կետը խիստ վերահսկողություն համաձայն սահմանադրության հանքերի վերաբերյալ օրենքի, միջազգային օրենքի եւ արտահանման արգելքի հիման վրա վերահսկողություն օրենսդրության սահմանում վերահսկող շատ հզոր կազմակերպություն որպեսզի ամբողջը անալիզ անի, ինքը հասկանա, վերլուծի եւ անալիզ անի, որտեւ այդ բնակավարի օլիգարխները չափազանց այդպես խորամանկ են, նրանք կարողանում են ծածկել, մեծ ուժեր ունեն, մեծ հնարավորություն ունեն, որպեսզի պետությունը կարողանա գոնե մինիմումը վերցնի այդ կազմակերպություններից։ Դրա համար վերահսկողության համար մեկ կետերից մեկը նա է, որ պետք է ունենա պետությունը կազմակերպություն, կոչվում է լիազորված լաբորատորիաներ։ Լիազորված լաբորատորիաներ այս բնակավարի, որոնք անալիզ են անում ամեն մի վագոնի, ամեն մի պարտիայի արտահանման կամ ինչ-որ պարզ մետաղի անալիզն են անում։ Որ գերատեսչությանը կից պետք է գործանան լաբորատորիաները, որպեսզի արժանահավատ լինեն։ Սովորաբար այդ Ռուսաստանում այդ լաբորատորիաները լիազորված լաբորատորիաներ լիազորագրված միայն պետության հսկողության տակ է պատկանում են ընդերքի եւ էկոլոգիայի նախարարության ամենակարևոր օղակները։ Մեզ մոտ ով որ լիցենզիան տալիս է, երևի նա էլ պետք է անի։ Շատ ճիշտ ասեց պարոն Մակարյանը, մեր մոտ պետությունը հավատում է արտադրող հանքանյութը հանող կազմակերպության ներքին լաբորատորիային, որը ինքը ինչ թղթի վրա կարող է գրել, ենթադրենք 1 տոննա կամ 100 տոննա ոսկի տանել, գրել 1 տոննա տարա կոնցենտրատ տարա, որպեսզի արժանահավատ լինի լաբորատորիային արդյունքը։ Պետք է պետական հսկողության լաբորատորիա լինի։ Այսինքն դա էլ պետք է ներդրվի։ Դուք շարք նոր այո, ես արագ ուզում եմ ասել, թե քանի որ պրակտիկական ինչպես է միջազգային լաբորատորիա ներկայացություն կարելի է հիմնել Հայաստանում։ Միջազգային դա էլ պետք է վճարվի, չէ՞։ Իհարկե։ Այո, լիազորված լաբորատորիան չի կարող աշխատել ոչ համաձայն միջազգային օրենքների։ Լիազորությունը հենց դա է, միջազգային կազմակերպությունները ստուգում են այդ լաբորատորիայի գործողությունները եւ լիազորում են եւ արտահանվող նյութ ընդունող կազմակերպությունը հավատում է միայն լիազորագործված լաբորատորիային եւ ոչ թե օլիգարխի ներքին լաբորատորիայի թղթերին։ Շարունակեք, դեպի ունեք աչքիս։ Եվ վերջինը այս պետք է որպեսզի էկոլոգիան չփչացնեն, վերջին կետը արդյունահանողները պետք է աշխատեն փակ արտադրական սկզբունքով, որպեսզի մեծ թափոններ չլինեն, որպեսզի էկոլոգիան չախտոտվի։ Բացառեք այդ կետը։ Այդ կետը սովորաբար Հայաստանում բոլոր հանքերը հնարավորություն ունեն լեռնային հանքեր են կոչվում, դրանք կոչվում են շախտաներ, փակ հանքանյութը հանվում է բաց սիստեմայով, հողի վերևի շերտը հանում են կամ մի կողմից մտնում են լեռան տակ, այնտեղից հանքանյութը հանում են, դա կոչվում է փակ սիստեմա, բաց սիստեմա, ռազրեզի սկզբունքով, ռուսերեն ռազրեզ, բաց սիստեմա, սովորաբար մեր հանքերը այնպիսին են, որ պիտի աշխատեն եւ ունեն բոլոր հնարավորությունները փակ սիստեմայով աշխատելու դեպքում։ Փակ սիստեմայով աշխատելու դեպքում եւ
եւ օդի, եւ ջրի աղտոտվածության բոլոր նորմերը շատ քիչ են լինում։ Իսկ որ հանքանյութը մոտեցնում են արդեն գործարանին, վերամշակող գործարանին, այնտեղ էլ փակ սիստեմայով են աշխատում։ Այդտեղ երևի ծախսն է, ծախսատար է ավելի, հա։ Այո, մի քիչ ծախսատար է, բայց Լեռնամետալուրգիան այնպիսի մեծ շահույթներ է տալի, այնտեղ բոլոր եւ ներողություն գողություն անելն էլ այդքան հեշտ չի լինի։ Պակասում է, արդեն հենց գողությունը շատանում է։ Վերջերս շատ լավ գիգ դուրս եկավ պարոն Թաթուլ Մանասերյանը հրատարակեց հանքարդյունաբերության վերաբերյալ, որ մենք չունենք տնտեսական դիպլոմատիա։ Մեզ այս հարցում բոլորից շատ այս հարցում, որտեղ ամենահազորը Լեռնամետալուրգիան է եւ փրկիչը Հայաստանի զարգացման Լեռնամետալուրգիան է։ Մեզ պակասում է տնտեսական դիվանագիտությունը։ Չկա հանքարդյունաբերության կայուն գրագետ շահագործման քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը այս բոլոր 5 կետերն էին, որ ասվեց։ Այդ երկուսի միասնությունը նոր մեզ հնարավորություն կտա, որ եւ պետությունը բյուջե ստանա մեծ գումարներ եւ ժողովուրդը սոցիալական հարցերի համար ստանա մեծ գումարներ, եթե ժամանակը ես երկու թիվ ասեմ։ Համեցեք իհարկե։ Պարոն Մակարյանը արդեն նշեց, որ մեր Հայաստանի հանքարդյունաբերության պաշարները սարսափելի մեծ են։ Օրինակ բերեմ այս տվյալները միջազգային առևտրի կազմակերպության, միջազգային բանկի եւ միջազգային վալյուտնի ֆոնդի տվյալներն են 23 թվականի։ Ուրեմն ընդունված է, արդեն ամփոփված է, որ ամենաշատ հանքային ռեսուրսներ ունի Ռուսաստանը 75.7 տրիլիոնի։ Սա 3 հարգարժան կազմակերպությունների տվյալներն են։ Բայց մենք գիտենք, որ Ռուսաստանի տարածքը մեկ եթե 5-րդը չէ, ապա 6-րդն է, կազմում է մոտ 18 միլիոն քառակուսի կիլոմետր։ Երկրորդը Ամերիկան է, երրորդը Սաուդյան Արաբիան է, 4-րդը Կանադան է, 5-ը Իրանն է, 6-ը Կիտայն է եւ այդպես 10-ը այդպիսի հզոր կազմակերպություններ։ Վերջինի ասենք 10-րդը դա համարվում է Վենեսուելան, որի ամբողջ տարածքի հանքարդյունաբերության ռեսուրսները, պաշարները կազմում են 14.3 տրիլիոն։ Եվ իր տարածքը 10 միլիոնից ավել քառակուսի կիլոմետր։ Բայց մենք այսօր Հայաստանում դեռ սովետական միության տարածք ժամանակ կատարված անալիզի գունավոր մետաղական հանքերի պաշարների ունենք 4.5-ից 6 տրիլիոնի արժեք։ 4.5-ից 6 միլիարդ դոլար, տրիլիոն դոլարի պաշար ունենք, ինչու վերջինը վերցրեցի Վենեսուելան, և ոչ մետաղականների 4.5 տրիլիոն դոլար, արդեն 10-ից ավել դոլար։ Այսօր 21-րդ դարում բոլորս գիտենք Ռիտկազիմենի Ասեք, շարունակեք ասեք։ 21-րդ դարը Ռետկազիմենի մետաղների դար է, այդ էլեմենտներով, որը սովետական միության ժամանակ չի ուսումնասիրել, հիմա ուսումնասիրում է, հատկապես մեր ամլուսարը այդ կատեգորիայի տակ է ընկնում, մենք ունենք այդ ռիտկազիմերնի մետաղների, հազվագյուտ մետաղների և էլեմենտների պաշարներ մոտավորապես 5 տրիլիոնի և հատուկ ուշադրությունը մեր հանրապետության վրա այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա նրա համար, որ 30,000 քառակուսի կիլոմետրի վրա մենք ունենք հազվագյուտ մետաղների այդպիսի մեծ պաշարներ։ Բոլոր ռիտկազիմենի հազվագյուտ մետաղների 17 էլեմենտներից 7-ը մեծ արդյունաբերական պաշար գտնվում է մեր երկրում։ Մոտավորապես մեր 30,000 քառակուսու հարստությունը վերջին 10-րդն էր 14 քանից մենք ավելի շատ պաշարներ ունենք, քան աշխարհի համար 10-րդ
հզոր Բայց մենք չենք պետություն։ հայտնվել այդ ցուցակներում, հա։ Մենք չենք կարող Ու հայտնվել, որ տասնյակ մենք չենք բացահայտել դա, մենք չենք մշակում դա, մենք չենք ստանում։ Այս պաշարները, որոնք դա դրված է, դրանք բաց է։ Իսկ մեր ամեն ինչը փակ է, թալանի տակ է։ Դրա համար որ ասում եմ, եթե միջազգային մենք հանքարդյունաբերության հետ ավելի լավ ինտեգրվենք նաև գիտահետազոտական մասերով, այս ցուցանիշները արդեն կդառնան համաշխարհային նաև Այո, բաց կլինի։ հասանելի ցուցանիշ։ Բացի ժամանակ գողանալը դժվար է։ Առաջինը, որ նաև մեր բոլոր ամբողջ այդ ասածների հիման վրա պետք է լինի ոլորտի նկատմամբ թափանցիկություն։ Ես դա կատեգորիկ ասում եմ, որ դա պետք է ապահովի բոլոր օրենքների, վերահսկողությունների եւ այլ մեխանիզմների միջոցով։ Երկրորդը, հանքարդյունաբերությունը միջև հիմա մենք փորձել ենք ինքնուրույն շահագործել տարբեր ներդրողների, անվանտակ կամ օֆշորների եւ այլն։ Ես կարծում եմ, որ քանի որ գրավչությունը կա եւ շատ երկրներ կարող է ախորժակով են նայում Հայաստանի հանքարդյունաբերական պաշարներին, ապա ճիշտ եմ համարում, որ նաեւ տարբեր պետությունների հետ գործընկերային մեխանիզմներ դրվեն, հանուն նաեւ պետության անվտանգության, Հայաստանի անվտանգության շահերը սպասարկելու համար։ Այսինքն մենք նաև դուրս գանք նեղ լիցենզիաների մեխանիզմից, նաև գնանք պետությունների հետ գործընկերային մեխանիզմների, որի պարագայում մենք նաև կստեղծենք ավելի դիվերսիֆիկացված համագործակցություն, ավելի մեծ տեսանելիություն, ավելի բարձր մշակույթ, ավելի տեխնոլոգիական առաջադիմություն եւ ամենակարևորը անվտանգություն։ Թե չէ մենք հաճախ ուրիշի աչքի փուշնենք, որ մենք ունենք, իրենք չունեն այդ հարստությունները։ Շատ շնորհակալ եմ, պարոն Նայք։ Համեցեք, ասեք։ Շատ ներողություն, շարունակեմ, դա միջազգային օրենքներով կոչվում է այսպես, լինել պետություն եւ միջազգային կազմակերպության հետ ստեղծում են ակցիոներական կազմակերպություններ, մեծ մասը պետության սեփականություն եւ պետությունը մասնակցում է հանքարդյունաբերությանը, ել վերահսկողությունը արդեն պետք չի ինքն է դերը արդեն հսկողում է ինքը եւ ինվեստորը, որը դրսից գալիս է իրականում ներդրում է կատարում, երկուսն էլ գոհ ստանում են իրենց բաժինները եւ բաժանվում են։ Իսկ հանքարդյունաբերությունը դառնա պետական սիստեմա որպես ստրատեգիական արդյունաբերության ուղղություն, ամենակարևոր ուղղությունը։ Այո, քանի որ մենք հիմա հետաքրքիր ժամանակաշրջանում ենք գտնվում, ես նկատնում եմ եւ խաղաղության գնացող գործընթացները եւ TRIP ծրագրի իրականացումը, բայց նկատի ունեի ավելի շատ գալիք ընտրությունները եւ բոլոր կուսակցությունները բնականաբար խոստումներով պետք է լցնեն հիմա ուրեմն դաշտը եւ փորձեն իրազեկել, գովաբանել իրենց ծրագրերը եւ այլն եւ այլն։ Սա նաեւ շատ լավ առիթ է, մրցակցային իմաստով լավ առիթ է, որ տարբեր կուսակցություններ իրենց ընտրական ծրագրերում խելքին մոտ արդարացի, ճիշտ, ուրեմն տեսակետներ արտահայտեն եւ փորձեն դրանով լսելի դարձնել եւ ժողովրդի համար խնդիրները եւ իրենք ժողովրդի կողմից ընտրվելու որոշակի հնարավորություններ զարգացնեն, բայց ամենակարևորը նա երբ որ ապագայում կձևավորեն պարլամենտ եւ կառավարություն, կարողանան իրագործել։ Այդ տեսակետից ես ձեր հարցը այսպես կպատասխանեի։ Երկու նախադասություն։ Արդեն ես շատ լավատեսորեն եմ նայում մեր իշխանությունները, Հայաստանի այսօր իշխանությունը հաստատ այս մեր հարցերը կվերցնի նավարուժենի, հա, կօգտագործի գոնե իգիտություն։ Հա, եւ այստեղ հնչած կետերից մեկը արդեն 2 ամիս առաջ եղավ սիմպոզիում Ծաղկաձորում այս լեռնամետալուրգիայի վերաբերյալ եւ վարչապետը եւ երկու նախարարներ հայտարարեցին, որ պարոն Մակարյանը ասեց, որ համաձայնությունները ներդրողների լիցենզիայի տալու ժամանակ պետությունը վերցնում է իրեն վրա։